Քիչ առաջ նիստերի դահլիճում ձեզ կրտուկ տեղի ունեցավ, հայհոյանքներ հնչվեցին, ինչից առաջացավ եւ նաեւ դուք եք կիզակ կենտրոնում իհարկե չէիք մասնակցում, այդպես հարվածներ չէիք հասցնում, բայց ամեն դեպքում ամեն ինչ ձեր աչքի առաջ տեղի ունեցավ, կխնդրեմ դուք ներկայացնեք ինչ եղավ։ Խնդիրը նրա մեջ է, որ մեր ընդդիմադիր գործընկեր ասել է արդեն երևի տեղին չի, խմբակցությունը քանի որ 0 ձայն է ստացել Երևան քաղաքում, ես նոր ելույթում էլ ասացի, իրենք Բարգավաճ Հայաստանի հետ են մասնակցել Մայր Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանի ձայները 21 թվականի համեմատ իջել է, հետեւաբար Մայր Հայաստանը 0 ձայն է ավելացրել հուսակցությանը, այսինքն իրենք որևէ ձայն Երևան քաղաքում չունեն եւ երևի դրանից վրդոված տաքացած եկել էին նիստի հավանաբար եւ ելույթների համար գրեթե չէին գրանցվել եւ երբ որ մեր խմբակցության անդամները գրանցվել եւ ելույթներ էին մնում քաղաքական իրենք տեղից սկսեցին արձագանքել, անպարկեշտ իրենց պահել, ինչը հանգեցրեց սրան, այնինչ իրենք կարող են գրանցվել ելույթի համար եւ իրենց ասելիքը ամբիոնից ասել, իսկ իրենց որ մարդիկ կան, որ տարիներով ամբիոնից չեն խոսել, բայց տեղից ինչ ասես ասում են։ Եթե իրենք ընդհանրակարգով գրանցվեին գնան ամբիոնից խոսային, sense չէր լինի։ Բայց նաեւ Փամբուխչյանը սկսեց Արայով դիմել, դավայ դուրս արի ասենք, պարոն Խաչատրյանը շիշ նետեց Գրիգորի Իսկանդարյանի նկատմամբ, որովհետեւ դա ի պատասխան էր իհարկե նաեւ մեր գործընկերները նույնպես տաքացան, բայց նաեւ քվի էթիկայի շատ համաճիշտ է, մեր գործընկերները նույնպես տաքացան, բայց այդ խոսույթը ի պատասխան է եղել, այնպես չի որ հանգիստ նստած են եւ Փամբուխչյանը սկսեց տենց խոսել, այսինքն անընդհատ արձագանքներ կար եւ եթե դուք ուշադիր լինեք, կոչեր կային, որ լռեք, երբ որ դա շարունակվեց եւ ավելի բորբոքվեց, դա նաեւ դրան հասավ, այսինքն ասում են, որ այդ ամեն ինչը բորբոքվեց, իրենք գրացին եւ նրանք շիշ իրենց ասելու տեղը ամբիոնն է, իրանք պետքա գրանցվեին, դա ամբիոնից խոսեն, եթե իրենք չեն գրանցում, իրանք պետքա լուր լսեն այն մարդուն, ով խոսում է։ Մենք էլ երբեմն կարող է տեղից ինչ-որ բան արձագանքենք, բայց դա ունի չափ, ձև, շնորհք, ոչ թե ով ինչ ասես տեղից սկսի մարդկանց արդեն անձնական ինչ-որ Որքանով նորմալ է այս ծեծկը։ Նորմալ չի, բնականաբար նորմալ։ Ձեր աշխատակիցները մենք ֆիքսել ենք, հարվածում էին, ապտակ էին հասցնում։ Դե տեսեք, յուրաքանչյուր մարդ այստեղ ունի արժանապատվություն եւ երբ որ մեկը մեկին կանգնած վիրավորում է, շատերի նյարդերը տեղի են տալի եւ որոշ բաներ կարող է տեղի ունենալ։ Բայց էլ եմ ասում, պետքա սկիզբը չլիներ այդպես, այսինքն իրենք գրանցվեն ընդհանրակարգով ելույթի համար գային խոսեն, այսպես չէր լինի, երբ որ իրենք չեն գրանցում, տեղից խոսում են, բնականաբար, այսինքն շա խոսում են, այլ սկսում են վիրավորական կերպ անպարկեշտ իրենց, բայց բնականաբար պետք է տեղի տա եւ այսպեսի բաներ։ Մեկ հարց է, մենք նկատում ենք, որ դուք շարունակվում էր այնքան եւ չէին կարող աշխատակիցները բաժանել, մինչեւ Տիգրան Ավինյանը չեկավ եւ չբաժանեց այսպես տեղ ունեցավ։ Դե տեսեք, յուրաքանչյուր նման իրավիճակ ինչ որ էմոցիաների դուրս բերում է, որոնք որ պետք է տեղի ունենան այդ բային։ Տիգրան Ավինյանը կար։ Դե բնականաբար Տիգրան Ավինյանը աշխատակազմի վերադասն է եւ երբ որ իրենց վերադասողը ասում է այսպես արեք, իրենք պետք է այդպես անեն։ Այսինքն նաեւ զսպիչ դեր ունի, որպես ճիշտ այդ բանի նիստը չէր վաղ Տիգրան Ավինյանը, բայց տեսնելով իրավիճակը եկա որպեսզի իր ենթակաները որևէ ավելորդ բան չանեն, այսինքն նա պարտավոր էր իր ենթականներին զսպել, որը եւ արեց։ Կարծում իր ներկա գտնվելը տեղին էր։